Թուրքիայի պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է ռազմական տրանսպորտային ինքնաթիռի վթարի զոհված 20 զինծառայողների անունները։ Ըստ ադրբեջանական ապագործակալության նրանք մասնագետներ էին, որոնք սպասարկել էին նոյեմբերի 8-ին Բաքվում անցկացված ռազմական շքերթին մասնակցած թուրքական F-16 կործանիչները։ Ադրբեջանից Թուրքիա վերադարձող C-130 ինքնաթիռը ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության կործանվել էր վրաց-ադրբեջանական սահմանին Կախեթի շրջանի Սիղնախի քաղաքի վարչական տարածքում, Ադրբեջանի այդ սահմանից մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա։ Ինքնաթիռն աղետի ազդանշան չի ուղարկել եւ ռադարներից անհետացել է Վրաստանի օդային տարածք մտնելուց մի քանի րոպե անց, հայտարարել է նախարարությունը, հավելելով, որ որոնողական աշխատանքները շարունակվում են։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Իերլիքայան սոցցանցում հայտնել է, որ հեռախոսով քննարկել է վթարի հարցը իր վրացի գործընկերոջ հետ, որը ըստ նրա նույնպես դեպքի վայր է մեկնել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, որն այդ ժամանակ Անկարայում է եղել, վթարի մասին լուրը ստանալուց հետո ընդհատել է ելույթը զոհերի հիշատակը հարգելու համար։ Ինշալլահ Աստված տա, որ այս ողբերգությունը մեզ նվազագույն վնաս հասցրած լինի, Աստված ողորմի մեր նահատակներին եւ եկեք մեր աղոթքներում լինենք նրանց հետ։ Ավելի ուշ Էրդողանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ քննարկել է որոնողական աշխատանքներին առնչվող հարցեր։ Մի շարք երկրների առաջնորդներ, այդ թվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ցավակցական ուղերձներ են հղել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նաև հեռախոսով է խոսել Էրդողանի հետ եւ ցավակցել։ Դեռ հայտնի չէ, թե ինչն է եղել ՆԱՏՕ-ի անդամ պետությանը պատկանող ինքնաթիռի վթարի պատճառը, ընթանում է քննություն։ Սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը նախ մասնատվում օդում, ապա սկսվում այրվելով եւ պտտվելով ցած ընկնել։ Ադրբեջանական ԱՊԱ-ի աղբյուրն ասել է, որ ինքնաթիռում պայթուցիկ նյութեր կամ սարքեր չեն եղել, միայն F-16 ինքնաթիռի պահեստամասեր։ Նա նաև բացառել է արտաքին ազդեցության վարկածը։ Ինքնաթիռի կորպուսի վրա դրսից հարվածի նշանների բացակայությունը բացառում է հնարավորությունը, որ այն վնասվել է։ Նույնիսկ եթե ներսում պայթյուն լիներ, պայթյունի ալիքի հետքերը անպայման կմնային կորպուսի վրա։ Ըստ ադրբեջանական գործակալության իրավապահները դիտարկում են վթարի երկու նախնական վարկած՝ տեխնիկական անսարքություն, որը կարող է կապված լինել ինքնաթիռի երկարատև շահագործման եւ կորպուսի հնարավոր կոռոզիայի հետ, ինչի հետևանքով թռիչքի ժամանակ բարձր ճնշման տակ կորպուսը կարող էր կոտրվել։ Նման դեպք այս մոդելի ինքնաթիռների հետ արդեն տեղի է ունեցել ԱՄՆ-ում 90-ականներին։ Երկրորդ վարկածը բեռի ոչ պատշաճ ամրացումն է, որը տուրբուլենտության կամ կտրուկ մանևրի ժամանակ կարող էր տեղաշարժվել եւ լրջորեն վնասել ինքնաթիռը։ Ըստ ԱՊԱ-ի ինքնաթիռը 3 վայրեջք է կատարել Գյանջայի օդանավակայանում եւ այնտեղ մնացել է մոտ 2 ժամ։ Անձնակազմը չի լքել ինքնաթիռը կամ օդանավակայանի տարածքը։ Մեկնելուց առաջ նրանք անցել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն ու ստուգումները, անվտանգության պահանջներին լիովին համապատասխան, ինչը հաստատվել է օդանավակայանի տեսախցիկների կողմից։ Գյանջայից մինչև Սիղնախի սահմանային հատվածը 90-ից 100 կիլոմետր է։ C-130 Հերկուլեսը միջին եւ մեծ հեռահարության ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է, որը նախագծել եւ արտադրել է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը։ Այն ունի 4 տուրբոպրոպելային շարժիչ եւ նախատեսված է ռազմական բեռներ, անձնակազմ տեղափոխելու եւ տարհանման համար եւ կարող է օգտագործել ոչ ասֆալտապատ ու համեմատաբար կարճ թռիչքուղիներ։ Ըստ ադրբեջանական ԱՊԱ-ի ինքնաթիռը երկար ժամանակ էր շահագործվում։ Վերջին անգամ կապիտալ վերանորոգվել էր 2020 թվականին։